Ողջույն, Career City Fest-ի թերթի միտաղավարում այսօր հյուրընկալել ենք Zentrix ընկերության հիմնադիր Ստեփան Արզումանյանին։ Ողջույն, Ստեփան։ Ստեփան, ինչպես ձևավորվեց Zentrix-ի եւ Career City Fest-ի համագործակցությունը, մի փոքր խոսենք այս մասին։ 2 տարի առաջ, երբ Սերգեյի հետ խոսում էինք գաղափարի մասին, որ գրանցումներ պետք, մուտքերի կառավարման համակարգեր պետք, ու ծնվեց այդ միտքը, որ ստեղծել հենց event management համակարգը եւ որպես գործնական product կիրառել հենց Career City Fest-ի մեջ։ Համակարգը ամբողջովին ապահովում է գրանցման, մուտքերի, ներսում շարժման tracking-ը, որ զոնայում է եղել, եւ գնալով տարեստարի զարգացնելու ենք, մեծացնելու ենք։ Շատ լավ։ Եվ ձեր կարծիքով որքանով են նման միջոցառումները կարևոր ՏՏ ոլորտի զարգացման համար Հայաստանում։ Առհասարակ նման միջոցառումները թե Հայաստանում, թե Հայաստանի դուրս շատ կարևոր են, նոր գաղափարներ, նոր մտքեր հավաքելու եւ եղած product-ները զարգացնելու, մեր Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար։ Հետաքրքիր է Zentrix ընկերությունը ինչպես է օգնում բիզնեսներին իրենց գաղափարները վերածել ՏՏ լուծումների։ Ընկերությունը մասնագիտացված է հիմնականում ֆինտեխ պրոդուկտների, ծրագրային համալիրներ, հավելվածներ, բանկային եւ ցանկացած գաղափարից մինչեւ պրոդուկտի ավարտ ընկերության աշխատակիցները ունակ են ստեղծել, կառուցել եւ հանձնել շահագործման։ Ձեր կարծիքով արհեստական բանականությունը ինչ ազդեցություն ունի ՏՏ ոլորտի վրա եւ առհասարակ ֆինանսաբանկային ոլորտի վրա, որի հետ դուք աշխատում եք։ Ֆինանսաբանկային ոլորտի վրա դեռևս շատ ազդեցություն չունի, այն դեռ շատ պետք է կատարելագործվի, որպեսզի փոխարինի մարդուն։ Այսօր կարող եմ ասել, որ արհեստական բանականությունը միայն փոխարինում է ադմինիստրատիվ աշխատանքները, տեքստերի եւ նկարների կառուցման, որոնման նման գործողությունները փոխարինելու համար, սակայն մարդը այսօր մնում է հիմնական կարևոր դերը։ Այսինքն ձեր կարծիքով արհեստական բանականության զարգացումը ընդհանրապես չի սպառնում օրինակ ծրագրավորողներին աշխատանքը կորցնելու մասով, ինչը օրինակ երեք քննարկում էինք։ Կան երկու տիպի ծրագրավորողներ, կան կոդերներ, ովքեր կոդ են գրում, եւ ծրագրավորող, ովքեր մտածում են, ստեղծում են գաղափարը։ Այդ գաղափար ստեղծելուն չի խանգարելու, իսկ կոդերները կարող են վտանգի առաջ կանգնել ժամանակի ընթացքում։ Ձեր ընկերության աշխատանքում ո՞ր մասն է կատարում արհեստական բանականությունը։ Մեր աշխատանքի մեջ դեռևս հիմնական աշխատանքը կատարում են մարդիկ։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Նմանապես, Քրիստինե ջան։